Ողջույն սիրելի հայրենակիցներ, շատ սիրելի սևանցիներ, Քարոզ Արշավի վերջին հանրահավաքը Սևանում ենք անում, ինչի համար շատ ուրախ ենք։ Եզրափակում ենք Քարոզ Արշավը, եզրափակում ենք մեր ընթացքը ու այսօր այստեղ ենք ներկայացնելու մեր վերջին օրերի անելիքները ու ամենակարևորը, մեր ամենակարևոր անելիքը հունիսի 7-ին։ Հունիսի 7-ին համար Հունիսի 7-ին համար ապրեք, սիրելի հայրենակիցներ, հատկապես վերջին օրերին ամբողջ Քարոզ Արշավի ընթացքում իրականում, եթե ուզում եք իրականություն իմանալ ամբողջ տարիների ընթացքում, բայց հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում տեսնում եք վարչախումբը ոնց է ապօրինի միջամտում շտաբերի գործունեությանը, ինչ ձերբակալություններ, կալանավորումներ է իրականացնում, բռնաճնշումներ, ժողովուրդ ջան, այս ինքնավստահ իշխանության պահվածք չի, այս Հիշում եք, ասում էին մենք սահմանադրական մեծամասնություն ենք խփելու, սահմանադրական մեծամասնություն ունեցող իշխանության պահվածք չի, այս վախկոտ իրականությունը իմացող իշխանության պահվածք է, ով գիտի, որ հունիսի 7-ին ժողովուրդը մերժելու է իրան, հունիսի 7-ին մերժում ենք, Հիմա խոսքը փոխանցում եմ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ այս տարածաշրջանի Սևանցի Իշխան Սաղաթելյանին։ Ողջույն Սևան, ողջույն Գեղարքունիք։ Իմ սիրելի սևանցիներ, Գեղարքունիքի հարգելի հարազատներ, ընկերներ, պարզապես շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ ձեզանից, ձեր տեսակի, ձեր պայքարի, ձեր արածի այս ողջ ընթացքում մեր կողքը անսասան և պինդ կանգնելու համար։ Մենք միասին դժվարին ճանապարհ ենք անցել, ձեզանից շատերը այս ժամանակահատվածում իրենց պահել են ամուր, պահել են թասիբով, պահել են տղավարի, նեղ պահին չեն լքել իր ընկերոջը, իր հարազատին և կանգնել են իրենց հայրենիքի և իրենց թիմի կողքին։ Ձեզանից բոլորից շնորհակալ ենք։ Այս ջուրը վաղուց էի ուզում, չասեք հենց սկզբից ջուրախմում չէի ճարում։ Դրա կարիքը չկա։ Սիրելի հայրենակիցներ, այս հրապարակում իմ համար ելույթ ունենալը կրկնակի պատասխանատվություն է։ Կրկնակի, որովհետև ստեղ են իմ ծնողները, ստեղ են իմ համագյուղացիները, ստեղ են դպրոցում ինձ դասավանդած ուսուցիչները, դուք բոլորդ, դրա համար ինչ եմ ընդամենը ձեզ ասում, այս ամբյոնից ինչ բառ որ կհնչեցնենք, ես իմ թիմակիցները, ցանկացած տառի, ցանկացած բառի, արած ոնց որ մինչև հիմա ու սրանից հետո։ Ողջունենք մեզ միացող քաղաքացիներին։ Սիրելի հայրենակիցներ, նախ ցանկանում եմ անդրադառնալ, այս օրերին շատ ենք խոսել այս իշխանության հիմնական մի քանի ստերին։ Առաջինը, այս ամբողջ ընթացքում, այս չարիքի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր ժողովրդին ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Ժողովուրդ ջան, սուտ ասում, եթե ինքը ընտրվի, այդ ժամանակ է պատերազմի հավանականությունը մեծ, իսկ իր գլխավորությամբ պատերազմի ելքը կանխորոշված է երաշխավորված պարտություն։
Այս ամբողջ ընթացքում ասում են, որ ընտրեք մեզ, որ Հայաստանում ժողովրդավարությունը անկում չունենա։ Սուտ է ասում, Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության թշնամին է։ Եվ ամեն ինչ անում է նաև հենց այս օրերին, որ երկրում ձևավորվի մեկ մարդու բռնապետություն։ Այս ընթացքում մեր ժողովրդին ասում է, որ ընտրեք ինձ, որպեսզի ձեզ տանի Եվրոպա։ Սուտ է ասում, ինքը ոչ միայն չի կարող Եվրոպա տանել, այլ Թուրքիային ու Ադրբեջանին հրավիրում է Հայաստան։ Այս օրերին ասում է, որ ընտրեք ինձ, կգնամ ԵԱՏՄ-ի հարցերը կլուծեմ։ Եվ այն գյուղամպրանքները, որ սահմանափակված են, այդ հարցերը կլուծեմ։ Սուտ է ասում, եթե ինքը մնաց իշխանության, այդ սանկցիաները ավելանալու են եւ երկիրը կանգնացնելու է նոր սոցիալ-տնտեսական աղետի առջև։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, այն որ անընդհատ ձեզ ասում է ընտրեք ինձ, մեր երկրին տեր կանգնեմ, սուտ է ասում, ինք այս երկրի քանդողն է, այս երկրի թշնամին ու այդ սատանաների ոհմակին հունիսի 7-ին պետք է վռնդենք։ Սիրելի հայրենակիցներ, խոսքս ուղղում եմ այս ամբիոնից Հայաստանի Հանրապետության տարբեր խոշորացված համայնքների ղեկավարներին։ Այս օրերին կան մի շարք համայնքի ղեկավարներ, ովքեր ԿՊ-ական չեն, ժամանակին ամաչել են մտնեն ԿՊ, բայց այսօր ձեռները քշտած ԿՊ-ի համար ձայն են հավաքում։ Ու տարբեր համայնքներում ասում են, դեսի մեր հարցն է, Նիկոլի հարցը չի։ Տղերք, դուք ավելի վատ գործ եք անում այս պահին, քան ԿՊ-ական քաղաքապետերը։ Նրանց ճակատին արդեն վաղուց դաջված է, նրանք հայրենիք հանձնող թիմի պաշտոնական անդամներն են։ Հետ վերադարձեք այդ ճանապարհից, մասմի կազմեք հայրենիք հանձնողներին։ Դրա համար վաղը միսօր ձեր երեխաների աչքերներին չեք կարող նայել։ Հետևաբար, մի ասեք, դա մեր հարցն է, դա ձեր հարցը չի։ Դուք ընդամենը գործիք եք Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար եւ այդ քայլով նրանց մոտեցնում եք ձեր տներին։ Խոսքս ուզում եմ նաեւ ուղղել գործարարներին։ Հարգելի գործարարներ, դուք ստեղծող, արարող մարդիկ եք, որ բարիք եք ստեղծում, բայց շատ հաճախ ձեր լռությունը, անտարբերությունը, որոշների դեպքում այս չարիքի իշխանության վերարտադրության օժանդակությունը շատ թանկ է նստելու մեր պետության եւ տնտեսության համար։ Հիշեք միշտ, Արևմտյան Հայաստանում ունեինք խոշոր առևտրականներ, խոշոր գործարարներ, հայ մեծահարուստներ, նույնը ունեինք Արցախում, ուր են հիմա մեր ունեցվածքը, ուր են այդ մարդկանց ունեցվածքը։ Հետևաբար մի վախեցեք այս չարիք իշխանությունից, մի ասեք կարծիք հայտնենք բիզնես կկորցնենք, այդ բիզնեսը եթե այս չարիքին չեռացնենք մնալու է թուրքերին։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, սիրելի սևանցիներ, ոնց որ այս ամբողջ ընթացքում թասիբով եկե հասել ենք այս կետին, մոտեցել ենք այս չարիքի իշխանության ավարտին։ Հետևաբար, հունիսի 7-ը պարզ հասարակ ընտրության օր չէ, դա Նիկոլին ու ԿՊ-ին վռնդելու օրն է։ Ուրեմն, հունիսի 7-ին համար միասին հաստատ կարող ենք ու անելու ենք, ես ձեր բոլորի ցավը տանեմ։ Շնորհակալություն, սիրելի սևանցիներ, մեզ դիտող սիրելի քաղաքացիներ, մի գաղտնիք ունենք իրականում ձեզ ասելու։
Գործող իշխանությունը իսկապես վախենում է։ Չէ, ընդդիմությունից չի վախենում, մեզնից չի վախենում, ձեզնից է վախենում։ Վախենում է, որ դուք հունիսի 7-ին գնալու եք ընտրատեղամաս, որ դուք հունիսի 7-ին ձեր քվեաթերթիկով պատասխան եք տալու այս 8 տարում կատարված ամեն ինչին, սկսած եռաբլուրում ծնողներ քաշքշելու, սկսած հղի կնոջ վրաերթի ենթարկելուց, սկսած այս կոռուպցիայից, պատերազմից, միջև այս ընտրարշավի լկտի պահվածք, քաղաքացու անարգանք, իրենք դրանից են վախենում, իրենք դրանից են սարսափում, դրա համար խնդրում ենք, այս 2 օրերի ընթացքում դուք խոսեք ձեր բարեկամների, ձեր հարազատների հետ, բացատրեք այս ընտրությունների բացառիկ կարևորությունը ու նշանակությունը ու հունիսի 7-ին մի բան ենք առաջարկում, եկեք բոլորս միասին խառնենք այս իշխանության պլանները, կարող ենք, կանենք, միասին, Սիրելի հայրենակիցներ, այս պայքարը նոր չի սկսվել, 8 տարի է շարունակվում է, ու ամեն մեկը այստեղ ունեցել է դերակատարությունը, սկսած հանրահավաքի մասնակցող սովորական քաղաքացուց մինչև հարթակում կանգնած բոլորը։ Իմ խոսքը ուզում եմ փոխանցել իմ գործընկերուհուն, այս պայքարում ամենաաչքի ընկած պատգամավորներից մեկին, դիմավորեք Ագնեսա Խամոյան։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի